Ադրբեջանը դաժանագույն պատիժ կկրի, դաժանագույն։ Ընդ որում, ես վստահ եմ, որ Իրանում կան քաղաքական խմբեր եւ էլիտայի մեջ կան անձնավորություններ, որոնք չեն մոռանում, որ Ադրբեջանը դա ատրապատականն է, եւ դա պարսկական, պատմական հողեր են։ Եվ միայն 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով այս հողերը անցել են Ադրբեջանից, անցել են Ռուսաստանին, Թուրքմենչայի պայմանագիրը ոչ ոք չի մոռացել։ Եվ Թուրքմենչայի պայմանագիրը նույնիսկ այդ 200 տարվա հեռավորության վրայից նա կա։ Եվ այս իմաստով ադրբեջանական ցանկացած հող, ցանկացած պատմամշակութային կոթող, դրանք բոլորը պարսկական են, դրանք պարսկական մշակույթի ազդեցություն են արտացոլում եւ պատմականորեն այդ հողերի վրա գործել են Բաքվի, Շամախի, Դերբենտի խանությունները եւ դրանք կարելի ասել հնարավորության իսկ առաջին դեպքում Պարսկաստանը անպայման կփորձի այս խառը իրավիճակից օգտվել եւ ինչու՞ չէ հարվածի, այո, կարող է հարվածի, որովհետեւ իրավական իմաստով պարսկական տիրապետությունը այդ երկրամասերի վրա ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագրով է կարգավորվել ժամանակին։ Հիմա կարծում եմ Ադրբեջանը ռիսկ չի անի, որտեղ նաեւ ուժերի հարաբերակցությունը Ադրբեջանի օգտին չէ։ Ադրբեջանի մոտավորապես 120,000-անոց բանակը ոչ մի համեմատություն չունի իր պատրաստվածությամբ, իր մարտունակությամբ Իրանի բանակի հետ, որոնք եւ անընդհատ վարում են զինավարժություններ եւ բավականին պատրաստված է ցամաքային կոնտինգենտը։ Կարծում եմ Ադրբեջանում դրան չեն գնա, այդ վտանգը նրանք փայլուն հասկանում, այլ բան է, որ կարող է այս շղարշի տակ Հայաստանի այս ներկա ղեկավարություն կոչեցյալները փորձեն էլի ինչ-որ բաներ նվիրել Ադրբեջանին, ընդ որում դա նորից մեկնաբանելով պատերազմի հնարավոր սպառնալիք, հնարավոր առաջխաղացման սպառնալիք եւ տարատեսակ մեքենայնություններ, որոնցով իր այս ամբողջ քաղաքական ուղեգիծը զարդարել է ներկա իշխանություն կոչեցյալը։